Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը վերլուծաբան Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Խուրշուդյան, արդեն ավարտվում է, այդ նախընտրական քարոզարշավը, կիրակի օրը արդեն ընտրություններն են։ Եթե հետահայաց հայացք գցենք, ինչպես կգնահատեք այս քարոզարշավը ընդհանուր։ Տաղտկալի, հագեցած ատելության խոսքով, զրպարտություններով, հիբրիդային սպառնալիքներով առաջի անգամ է, որ Ռուսաստանը այս կարգի, այս մակարդակով անմիջականորեն ներգրավված է մեր նախընտրական իրավիճակը ապակայանելու գործում։ Նախ եւ առաջ դրա հետ եմ կապում, այնպես չի, որ նախորդ քարոզարշավի ժամանակ չկար ատելության խոսք եւ չկար նաեւ ցանցրույթի էլեմենտներ, այն իմաստով, որ քաղաքական բովանդակություն չի պարունակում հիմնական քննարկումը, բայց այս անգամ մենք տեսնում ենք հիբրիդային սպառնալիքներ, հարձակումներ եւ ապատեղեկատվության ուղղորդված, կազմակերպված հսկայական արշավ, որը մի տեսակ աղմուկ է ստեղծում մեր բնակչության համար եւ դժվարացնում է կողմնորոշվելը, բայց ես կարծում եմ, որ նաեւ մեր քաղաքացիները այս ընթացքում տարիների ընթացքում կարողացել են իմաստնանալ այն աշխարհ, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը կարծես քարոզարշավ չի իրականացնում։ Համաձայն եք այդ գնահատականի հետ։ Դե եթե վերցնենք, որ բովանդակություն չկա, հատկապես այո, ընդդիմության նկատի ունեմ պրոռուսական ընդդիմության տեքստերում, այո, այդ իմաստով եթե քարոզարշավ ընտրակաշառք բաժանելը, իհարկե համեմատեմ, որ դա քարոզարշավ չի կարող լինել, եթե քարոզարշավը սուտ թեզեր, ադրբեջանական թեզեր տարածելը, ինչ որ 300,000 ֆանտաստիկ ինչ որ թվեր են, ինչ որ գաղափարներ, որը բարբերաբար մեծանում է 500,000 հետո։ Անընդհատ հերքվում է, որ այդպեսի բան չկա, չէ, հաստատ կա։ Ինչ եք ուզում է ժողովրդից, այս ստերով վախացնելով։ Ինչ են փորձում մարդկանց սպառնալիքի, վախի մթնոլորտ տագնապի մեջ պահեն, հա։ Դե տեսեք, 21 թվականին Հայաստանը ձեռք գցելու, Հայաստանը զավթելու նպատակով Կրեմլը, իսկ պրոռուսական ընդդիմություն ասելով մենք հասկանում ենք Կրեմլի խամաճիկները, բարձր միանգամից ավելի լավ է Կրեմլի մասին խոսենք, քան նրանց գործակատարներ այստեղի ձեռնասունների մասին։ Կրեմլը 21 թվին որոշել էր, որ պետք է Ադրբեջանին օգտագործի Հայաստանի դեմ, որպես բութ գործիք, հենց այնպիսի վախեր սերմանելու համար հասարակության մեջ, որ վախեցած սարսափած հասարակությունը անվտանգային նպատակներով գնա ընտրի իրենց դրածոյին այն հույսով, որ իրենց դրածոն կապահովի, որ Ռուսաստանը մեզ կաջակցի։ Ինչ արեցին դրա համար։ Հենց հրաժարական տվեց կառավարությունը, հասկանալի էր քաղաքական բավականին լուրջ իրավիճակ կար, չգնաժամեր ըստեյության քաղաքական հետպատերազմյան իրավիճակ էր։ Կամ պատերազմյան, նույնիսկ չէր ավարտվել մեծի իմաստով պատերազմը եւ այս վիճակում հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարության կարեւորությունը մեր հասարակության մտքում, ոչ թե իրականության մեջ, մտքում մարդկանց համար կարեւոր էր, որ Ռուսաստանը աջակցի մեզ եւ երբ որ հենց հրաժարականից հետո կառավարության Լավրովը մեկնում է 1 օր հետո, Լավրովը մեկնում է Բաքու եւ դրանից 1 օր հետո Ադրբեջանը հարձակում է սկսում մեր սահմանների վրա, ակնհայտ էր, որ պայմանավորվել են, որ դու Ալիև սարսափեցրու հասարակությանը Հայաստանի եւ այդտեղ Ռոբերտ Քոչյանը կշահի, շատ ձեներ կստանա, մենք Հայաստանը կվերցնենք եւ պլանը, Լավրովի պլանը իրականություն կդառնա ամբողջապես, որտեղ Լավրովի պլանը միայն Արցախի մասին չէր։ Լավրովի պլանը նաեւ Հայաստանի մասին էր, որ Արցախը տալիս էին Ադրբեջանին, Հայաստանը տալիս էին Ռուսաստանին։ Դրա համար Պուտինը օգնեց Ալիևին, որ Արցախը զավթի, իսկ Ալիևը պետք է օգներ Պուտինին, որ Հայաստանը զավթի, եւ այդ պլանի մասով ինքը պարտաճանաչ կատարեց իր մասը, հարձակվեց Հայաստանի սահմանների վրա, քանի տասնյակ քառակուսի կիլոմետր այդ փուլում գրավեց, եւ այստեղ էլ Ռուսաստան ունենալով իր գործակալական ցանցը նաեւ Գենշտաբում, ՊՆ-ում եւ այլն, այնպես արեցին, որ նաեւ չկրակեն մեր զինվորները նրանց վրա։ Հիշում եք առաջի անգամ եւ հետո վարչապետը ասաց, որ մենք պետք է բարձենք, ով դա ասեն դավաճանություն է, որ ով է հրանք տվել չկրակել, եթե գալիս են մեր վրա, նույնիսկ եթե առանց կրակելու են գալիս, չի նշանակում դու չպետք է կրակես։
Այսինքն ոնց որ պատերազմի ժամանակ Ռուսաստանը իր գործակալական ցանցը օգտագործեց խոճապ տարածելու համար մեր պաշտպանական զորքերում բանակում, այսինքն Արցախում, որ ամեն ինչ ծախված է, մի կռվեք, անիմաստ է, հողերը ծախել է Փաշինյանը, մեկ է պարտվելու ենք, մի կռվեք։ Այդ էր իրենց գլխավորը եւ շատ տեղերում աշխատեց դա ցավոք սրտի։ Նույն կերպ արդեն 21 թվականին Հայաստանի դեմ պատերազմի ժամանակ իրենք իրենց գործակալական ցանցը օգտագործեցին, որ չդիմադրի մեր բանակը, այնպես ինչպես դրա հակառակը դիմադրեց ընդամենը 1-2 տարի հետո, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, արդեն վստահելի պաշտպանության նախարարի արդեն Նիկոլ Փաշինյանի իրոք վստահելի պաշտպանության նախարարի օրոք եւ կարողացանք հետ մղել այդ հարձակումը։ Եվ այն ժամանակ մասամբ դա իրականություն դարձավ, այդ վախերը կապիտալիզացրեցին 21-22% ու այն Սերժի հետ միասին մի խոսք մի 25% զեն հավաքեցին։ Բայց բարեբախտաբար ժողովրդի բացարձակ մեծամասնությունը բավական իմաստուն գտնվեց եւ հուսով եմ մենք էլ մեր դերակատարությունն ունեցանք այդտեղ թե վերլուծաբանները, թե մամուլի միջոցները դուք եւ այլն, որ բացատրենք հասարակությանը ինչ է կատարվում, մարդիկ հասկանան, որ պետք չի տրվել այդ վախերին եւ հակառակը պետք է գնալ եւ արժանապատիվ ընտրություն անել եւ արեցին եւ մենք տեսանք, որ դա ըստ էության լուծեց մեր անկախության ինքնիշխանության պահպանման հարցը եւ հիմա վերջին փուլն է, որ մենք այդ հարցը վերջնական պետք է լուծենք, որտեվ հիմա արդեն Ռուսաստանը Ադրբեջանին որպես բութ գործիք չի կարողանում օգտագործի, որտեվ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջնորդություններով եւ նախաձեռնություններով խաղաղության գործընթաց է գնում եւ արդեն Ադրբեջանը վաղուց արդեն կաշկանդված է եւ չի հարձակում մեր սահմանների վրա, նույնիսկ մինչեւ օգոստոսի 8-ը, երբ որ եվրոպական դիտորդները եկան կանգնեցին մեր սահմանին։ Եվ դրա համար էլ Պուտինը նեղված է, որ Ալիևը իր ուրեմն պարտավորությունները չի կատարում եւ դրա համար սկսեց բաժամիջոցներ Ալիևի դեմ այդ խոցեց ինքնաթիռը, սպանությունները ադրբեջանցի բիզնեսմենների Ռուսաստանում եւ այլն։ Նույնիսկ առևտրային պատերազմ եղավ, մենք հիմա մեր մասին ենք խոսում, որ սանկցիաներ են կիրառում մեր դեմ, բայց այն ժամանակ էլ ադրբեջանական ապրանքների դեմ, լոլիկների դեմ եւ այլն սանկցիաներ են կիրառում։ Եվ դա ինչ պատճառը որն էր, պատճառը մեկն էր, որտեղ Ալիևը չէր կատարում իր պարտավորությունը կամ օգներ Պուտինին զավթել Հայաստանը կամ առնվազը 9-րդ կետը Չարաբաստիկ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը կատարի, որ ՖՍԲ-ն կանգնի ուրեմն այդ ճանապարհների եւ ըստ էության դարձնի Ռուսաստանի վերահսկողության տակ միջանցք։ Այն ինչ որ բարեբախտաբար չեղարկվեց Վաշինգտոնյան համաձայնագրերով, չկա ոչ միջանցք, ոչ ռուսական ՖՍԲ։ Հիմա այդ իմաստով Ալիևը արդեն չի կարող օգտակար լինել Ռուսաստան եւ իրենք ստիպված են ուղիղ անմիջականորեն իրենք ներգրավեն արդեն առանց դիմակների, առանց գործիքների, առանց միջնորդների, հենց անմիջականորեն ներգրավել իրենց բացահայտ այո մեր հասարակության հիմա սարսափեցնում են արդեն անմիջականորեն իրենք սանկցիաների միջոցով գազը կանջատենք, կթանկացնենք, ձեր ապրանքները չենք առնի, 100,000 մարդ ստրոյտերի, իսկ մենք նաև վաղուց ենք ասում, որ այդպիսի հնարավորություն կա, հա, գործուղել են Հայաստան, Ռուսաստանից, ես հույս ունեմ, որ այդ մարդկանցից ոչ բոլորը կքվեարկեն այնպես ոնց որ իրենց պարտադրում են, ոնց որ իրենց ուղղորդել են, բայց ցավոք սրտի չեմ կարող հույս ունենալ, որ մեծ մասը անկախ քվեարկություն կանեն նրանց, որտեղ մեծ մասը ռուսական քարոզչության տրված մարդիկ են։ Առավոտվանց երեկո լսում են տարբեր Սոլովյովներ, Մարգարիտա Սիմոնյաններ, շատ քչեր։ Հիմա ուժեղացված ծառայություն է ի դեպ եւ հանձնում են 25-օրյա վարժական այդ հավաքների մասնակցության ծանոթագրերը։ Ով որ գալիս է։ Շատ անում, բա եթե ուզում են գան, այստեղ ընտրեն ու իրենց ընտրացի հետևանքները քաշեն մեր ժողովուրդը այստեղ ապրող, պետք է իմանա, որ գոնե իրենց պարտականության, որպես քաղաքացի պարտականության մի մասը պետք է կատարեն։ Հասկացանք իրենք այստեղ հարկեր չեն վճարում, Ռուսաստանում են վճարում, այնտեղ են համախառն ներքին արդյունք ստեղծում, բարիքներ ստեղծում, տնտեսություն զարգացնում, Հայաստանի հետ այդ իմաստով այնքանով կապ ունեն, որ կարող է մեկ-մեկ ինչ-որ ազգականների մի քանի $100 փող ուղարկեն, բայց կներեք, եթե դուք մեր երկրի ճակատագիրն եք ուզում գաք որոշեք, հա, օրենքով թույլատրվում է դուք քաղաքացի եք, ուրեմն կամ մնացեք այստեղ կամ առնվազն ձեր այն մինիմում պարտքը կատարեք մեր պաշտպանության համար եւ ոչ միայն պաշտպանության համար, ես օրինակ ուրախ կլինեի, որ իհարկե դա տեսական շատ գաղափար էր, որ հնչեց նաեւ համացանցում ինչ որտեղ կարդացի, ես էլ կրկնեցի, որ եթե ուզում են ընտրեն այստեղ իշխանություն, ուրեմն 5 տարով այստեղից չպետք է դուրս գան։ Դրանից հետո, այսինքն իրենք քաշեն իրենց ընտրած իշխանության հետևանքները։ Այո, շատ մարդիկ գալիս ասում են մենք եկել ենք ընտրենք, բայց թե ինչ կլինի, իրենց չի հետաքրքրում։ Հա, բացահայտ այն մեկը ասաց, որ ինձ չի հետաքրքրում հետևանքները, ինձ հետաքրքիր է, որ Սամվել Կարապետյան ազատության մեջ լինի։ Այ քեզ բան։
Դե կներեք, էլի եմ ասում, հա, որպես քաղաքացի դուք իրավունք ունեք եւ ցենզերը ցավոք սրտի չեն նվազեցրել, նա ես կուզենայի այլ տարբերակ որպես մշտական բնակության ցենզ նաեւ սահմանվեր։ Բացի այդ 10 տարվա անձնագրի հարցը, որ գիտեք 10 տարի բացակայողը նաեւ անձնագիրը չի փոխել, նշանակում է եւ դա այդ հիմքով ինքը զրկվում է իրավունքից ընտրելու։ Գոնե 5 տարի դա լիներ, կամ եթե 5 էլ չէ, ինչ որ ցենզ սահմանվեր տարիքային, որ դու կներես, եթե 5, 6, 7 տարի չես եկել Հայաստան, չի հետաքրքրեք քեզ Հայաստան ընդհանրապես, լրիվ կտրված ես, ուրիշ ինֆորմացիոն դաշտում ես ապրում, ուրիշ տեղ ես քո ապագան տեսնում, գալիս ես այստեղ մեր համար ղեկավար ընտրես գնաս, որ ինչ։ Տեսականորեն, պրակտիկորեն դա շատ հակապրոդուկտիվ է եւ պետք է օրենսդրական ճանապարհով դա ինչ որ ձևով լուծվի, բայց հիմա կարևորը գնալ այդ մարդկանց գոնե ինչ որ ձևով հաղորդակցել, գուցե ավելի շատ ռուսալեզու լրատվամիջոցները դրանով պետք է զբաղվեն, հաղորդակցել, որ իրենց որևէ մեկը չի կարող վերահսկել քվեարկության պահին, եւ թե իրենք զգում են, որ իրենց սպառնացել են կամ ուղղորդել են, իրենք վատ են զգում դրանից կամ այո գումարով, դե գումարը չես էլ հասկանում, մենակ տոմսի փողն են փակել, թե այստեղի մնալու փողն են փակել, թե մի հատ է բոնուս են տվել, կաշառքը որ ամբողջական լինի, բայց հարցը դա չի նույնիսկ, որ իրենք իմանան, որ եթե գոնե իրենց խղճի ներսում գոնե մի փոքրիկ անկյուն է մնացել մաքրության, հայրենասիրության, սեփական երկրի հանդեպ պատասխանատվության, չեմ ասում պարտադիր ինչ որ մեկին ընտրեն իրենց կամքով, իրենց խղճով, ոչ թե պարտադրանքով, իմանալով, որ մեր մոտ այնց չի, որ հնարավոր է վերահսկել որևէ կերպ, ով որ իրենց ասել է, որ այ կնկարեք, թե ում եք ընտրում, որ հետո ցույց տակ տեսնենք մեկ այդ գումարը որ տվել ենք, ճիշտ եք ծախսել թե չէ, բայց ինչպես նկարը։ Հնարավոր չի, որտեղ հիմա փճիչկա դնելով չի։ Տալիս են 19 քվեաթերթիկ, Արդեն 18։ Ну 18, որտեղ 13-րդը դուրս է եկել, ու այդ 18-ից իրենք մեկը ընտրում են առանց ոչ մի բան գրելու վրան։ Ցալում են, դնում են ծրարի մեջ, մնացածը դեն են նետում։ Այդ ամբողջ process-ը չեն նկարահանելու, բայց նույնիսկ եթե նկարահանեն, հետո կարող են անջատեն եւ հետո նույն փոխեն իրանց ուզածը անեն։ Ուզում ասեմ, որ այդ ինչքան լավ ներկայացվի մարդկանց, այդտեղ շանս կա, որ գոնե ինչ որ մի մասը նրանց չեն տրվի այդ սպառնալիքներին, ճնշումներին, եթե այդպես են եկել քվեարկելու։ Պարոն Խուրշուդյան, հետաքրքրական է նաև այն, որ 300,000 ադրբեջանցիների թեզը օգտագործում է նաև Հայաստանի երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանը, արդեն նա էլ է կրկնում, ձեր կարծիքով ինչու է այսպես ընդդիմությունը անդադ փորձում ասենց վախացնել մարդկանց։ Իրենք տեսել են, որ կա մի խավ, որը շատ մտահոգ է թեռանկարից, նույնիսկ եթե թեռանկարը իրատեսական չէ, նույնիսկ որ այդպեսի ընդհանրապես քննարկում չկա, խոսակցություն չկա միջպետական այդ բանակցությունների ժամանակ, հա, Ադրբեջանում ինչ որ մեկը այդ հայտարարել է, ինչ որ մի երկու միջոցառում են կազմակերպում այդ ուղղությամբ, դե կներեք, իրենց էլ է ձեր տալ այդ սարսափեցումը։ Այդ սարսափեցման մասը իրենք հələ Ռուսաստանի հետ լրիվ 100% արճակատման մեջ չեն, որ հրաժարվեն։ Իրենք չեն կարող այդ սարսափեցնել հարձակման միջոցով, որովհետև սահմանափակ են, կաշկանդված են, հա, եվրոպական դիտորդներ կան, խաղաղության պայմանագիր կա նախաստորագրված, բայց այդ խաղաղության պայմանագրի մեջ նշված չի, որ դու չես կարող այդպես միջոցառումներ անես, որոնց ընթացքում ասես, որ մենք խաղաղ պետք է վերադառնանք։ 300,000 թիվն էլ նշես, բայց ուզում եմ 1 միլիոն թիվ նշես։ Պայմանագրում նշած չի, որ իրավունք չունես այդպիսի բաներ անել, հա։ Եվ դրանք օգտվում են, տեսնելով, որ դա օգտակար է Հայաստանին ճնշելու համար եւ դեպի Ռուսաստան մղելու, որ Ալիևին շատ ձեռնտու է։ Ալիևին ձեռնտու չի, ստեղ հզոր ժողովրդավարական երկիր, ինքը տեսավ մի քանի տարի առանց Ռուսաստանի զարգացանք, արդեն ռազմարտունաբերությունը այնքան է զարգացել, արտահանում ենք ռազմական արտադրություն։ Էլ չեմ խոսում տնտեսության աճը, ճանապարհները, դպրոցաշինությունը, այդ ամբողջը տեսանելի է, չէ՞, առողջապահության այս ապահովագրությունը, դա մեծ ծախսեր են, բայց այդ որտեղից հնարավորություն եղավ, որովհետեւ մենք առանց Ռուսաստանի ենք զարգանում հիմա։ Եվ իրենք տեսնում են, իրենք գիտեն, որ ժամանակային կտրվածքով, եթե նորից չմղեն մեզ հետ գուբերնիա չսարքեն, մենք կար ժամանակում շատ մեծ պոտենցիալ ձեռք կբերենք։ Էլ Nvidia-ի բաներ չեմ ասում, էլ արհեստական բանականության եւ այլ նետողության, որտեղ ընդհանրապես բոբի կա Ադրբեջանը։ Դրա համար իրանք էլ Ռուսաստանի պես շահագրգռված են, մեզ ուղղակի գցեն դարձնեն գուբերնիալ լրիվ իրանց վերահսկողության տակ ու փչացնեն մեր տնտեսությունն, մեր ապագան են։ Դրա համար այդպես տկեված այդ կեղտոտությունները անում են։ Հողակները սարքում իբր ազգային ժողովում են, հա, տեսած կլինեք այդ դրոշները, չգիտեմ, հրապարակում հավաքված։ Երեկ էլ նույնիսկ Սամվել Կարապետյանի հանրահավաքին միացվել էր Ադրբեջանը։ Դե Ալիևը Ռուսաստանի հետ սինխրոն է աշխատում Հայաստանի դեմ։ Եվ Ռուսաստան ասելով նկատի ունեմ նաև այստեղի Ռուսաստանի 5-րդ շարասյունը։ Իրենք նույն բանն են անում, իրենք դաշնակիցներ են։ Իրենք
մեղադրում են թե դու ադրբեջանցիներ ես բերելու Փաշինյան կամ չգիտեմ Հայաստանին դրանում են մեղադրում, բայց իրականում իրանք նույն թեզը տարածելով եւ Ալիևի գործն են անում այստեղ, Ռուսաստանի գործն են անում համատեղ ջանքերով, համատեղ գործադրմամբ։ Ինձ թվում է մեր հասարակությունը պետք է հասկանա եւ ինչքան շուտ հասկանա, այնքան շուտ կմերժի այս սրանց, որտեվ նաեւ գիտեք մի տեսակ արժանապատվության հարց է, երբ որ տեսնում ես, որ այսքան ներգրաված է Ռուսաստանը եւ հիմա նաեւ Ադրբեջանը օգնելու համար ռուսական պրոռուսական ուժերին, որ այստեղ հաջողության հասնեն, ուրեմն եթե նույնիսկ մի գրամ կոմոդ կասկած կար, որ գնաց պրոռուսական ուժերից որևէ մեկին քվեարկես, ապա հատուկ պետք է գնաց նրանց դեմ քվեարկես, որևէ այլ ուժի պետք է քվեարկես։ Անկամ Հայաստանի քարտեզն են պատռում։ Դե Պարոն Խուրշուդյան, անդրադառնանք նաև վերջին օրերին Ռուսաստանի կողմից Հայաստանին հնչող հայտարարություններին եւ Հայաստանից ապրանքների սահմանափակումներին, այ ինչ կապ ունեն սրանք ընտրությունների հետ, ինչ է փորձում ասել Ռուսաստանը։ Այն որ դրանք ուղիղ կապված են ընտրությունների հետ, ցույց է տալիս նաև այն, որ այսօր մտցնում են սահմանափակումների այնպիսի ապրանքների հանդեպ, որը դեռ չկա։ Խաղող չկա դեռ, ծիրան չկա դեռ, բայց հիմիկվանից մտցնում են։ Ինչի, որպեսզի սարսափեցնեն նույն այդ սպառնալիքների սարսափեցման քաղաքականությունն է։ Մի կողմից ռուս-ադրբեջանական այդ նարատիվը, որ այստեղ ռուսահպատակները տարածում են 300,000 ադրբեջանցի, մյուս կողմից Ռուսաստանի ճնշումները տնտեսական, ասես փորձում են բոլոր ուղղություններով սարսափեցնել մեր հասարակությանը, վախեցնեն, որ 21 թվից ավելի շատ սարսափեցնեն։ Այն վաղ այդքան լավ չկարողացան սարսափեցնել եւ մենք մեր անկախությունը պաշտպանեցինք, պահեցինք, ժողովուրդը գնաց ճիշտ ընտրություն արել։ Այս անգամ իրանք մտադիր են ավելի մեծ սարսափեցում անել, որ այս անգամ կոտրեն, վերջապես կոտրեն, նստեմացնեն, ստորացնեն մեր ժողովրդին, որ ստիպված գնան վախերով ասեն լավ ջանդամ, սրանց ընտրենք, այս պրոռուսականներին ընտրենք, ջանդամ թե ճորտը չեն Պուտինի, բայց գոնե մենք 300,000 ադրբեջանցի չենք տենա կամ տնտեսությունն չի փլուզվի։ Բայց կներեք, չկա այդպիսի բան։ Ոչ 300,000 ադրբեջանցի որևէ տարբերակ կա որ կան, ոչ էլ տնտեսության փլուզման տարբերակ կա եւ երեք ուրեմն ճանապարհին մեծ թասերով ելակ էին վաճառում, մարզից էի վերադառնում, կանգնեցեցի մեքենան մի թաս գնացի, ասում եմ լավ հասցրեցի, հեսա արդեն վերջանում, ասում եմ ուրա վերջանում։ Հիմա Եվրոպա ենք ուղարկում։ Այսինքն արդեն կամած այդ լոգիստիկ շղթաները լինելու են։ Մարդկաց տրամաբանությունների մեջ արդեն նստած է։ Այո, էլի, ոչ միայն Եվրոպա, Ուկրաինա, մեծ հաճույքով կարան ուղարկեն Ուկրաինա, շատ այլ երկրներ, այնց չի որ մեր ծավալ արտադրության այնքան մեծ է, որ Եվրոպան չի կարող մի օրում սպառի այդ ամբողջը առանց մի հատ հոֆ անելու, էլի։ Այդ չեմ խոսում նրա մասին, որ այնց էլ չի, որ շատ ինչ որ որակական բացասական ինչ որ բաներ կա, որ ասեն չէ, այդ ռուսներն են անունը դրել, թե սանիտարական կանոններին չի համապատասխանում, չգիտեմ ինչներ են մեջը գտնում, բայց հիմնականում նորմալ ապրանք է, եթե նույնիսկ ինչ որ ստանդարտների շատ բարձր մակարդակ չի ապահովում, եվրոպացիները մի անգամ ցույց տվել են, որ մոլդովական գինիները առանց այդ որակի ստանդարտներին համապատասխանության, երբ որ ռուսները սանկցիաներ մտցրեցին մոլդովացիների դեմ, ելի նույն էս պատմությունը 13 թվականին եվրոպացիները ասացին մենք այդ սահմանափակումները հանում ենք, բերեք վաճառեք Եվրոպա, միջև ընթացքում կօգնենք արագընթաց, որ այդ ստանդարտներին համապատասխանեցնենք ձեր ապրանքները։ Եվ վերջ հարցը լուծվեց։ Ինչպիսին պետք է լինի հիմա Հայաստանի պահվածքը այս դեպքում։ Արժանապատիվ։ Այսօր Հայաստան ասելով ես նկատում եմ ժողովուրդը ընտրողները, որոնք մի քանի օրից պետք է իշխանություն ձևավորեն։ Առանց ոչ մի վախի, ինչքան արժանապատիվ իրենք պատասխան տան եւ Ռուսաստանը զգա, որ ինքն իր գործի մեջ հարամ արեց, ինքն իր պրոռուսական ուժերին սատկացրեց իր վերաբերմունքով, որ հայ ժողովուրդը մերժեց իր սպառնալիքները եւ հանձինս իր այդ ճորտիկների ստեղի պրոռուսական ուժերի Ռուսաստանին մերժեց, այդ ժամանակ իրենք կհասկանան, որ չի կարելի հայ ժողովրդի հետ այդ լեզվով խոսալ եւ լրիվ իսպար կդադարեցնեն եւ մի օրում կհանեն բոլոր այդ սանկցիաները, որտեղ իրանց էլ դա անիմաստ է, ձեռ չի տալիս։ Ասենք իրանք է գիտեն, որ մենք այդ ապրանքները վաղ թե ուշ միտեղ գտնելու ենք, վաճառելու ենք, մեծ վնաս չի լինելու։ Գազի հարցն էլ լուծվելու է վաղ թե ուշ եւ այս ընթացքում միջև այդ հարցը լուծվի նաեւ գազատարների միջոցով, իսկ խոսքը թուրքմենական գազի մասն է, որը պետքա դեպի Եվրոպա գնա Հայաստանի տարածքով թրիպով հենց եւ իշխանություններն են դրա մասին խոսում, որ այո, այդ գազից մենք օգտվելու ենք շատ էժան մաչելու գներով։ Մի քանի տարվա պատմություն է դա ընդհանրապես։ Եվ այդ մի քանի տարվա ընթացքում մենք հաստատ կգտնենք, թեկուզ ավելի թանկ էլ լինի, թեկուզ խտացված գազ գնենք ինչ-որ տեղից, այդ փոխհատուցումները մենք կստանանք։ Հաստատ միջազգային հանրությունը, մեր արևմտյան գործընկերները իրենց համար այդ մեծ գումարներ չեն, բայց հիմա իրենց համար նաև արժանապատվության հարց է եւ
անվտանգության հարց է, որ ցույց տան, որ Ռուսաստանը չի կարող սպառնալիքներով երկրներ կողոպտել եւ իրենով անել եւ ճորտացնել։ Պարոն Խորշուդյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, հանդիպելու է Պուտինի հետ, քննարկելու այս հարցերը։ Ըստ ձեզ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Ակնհայտ է, որ եթե մենք հաղթահարում ենք այս բոլոր արհավիրքները Ռուսաստանի կողմից պարտադրված եւ ճիշտ ընտրություն են կատարում, լինի դա գործող իշխանությունը, լինի դա ժողովրդավարական արևմտամետ որևէ անդիմադիր ուժի, որ շատ կարևոր է, որ նաև անդիմությունը ազգային ժողովում լինի առաջադեմ նորմալ Հայաստանի պետական շահերը սպասարկող, այլ ոչ թե ռուսական պրոքսիները։ Այդ պայմաններում Ռուսաստանին այլ բան չի մնալու, քան պայմանավորվել նոր իշխանությունների հետ։ Եվ ինչքան ավելի քիչ ձայն ստանան պրոռուսական ուժերը, ինչքան ավելի քիչ ձայներով դուրս շպրտվեն ազգային ժողովից, այնքան ավելի քիչ հավանական է, որ իրենք հետ ընտրական նաև ինչ որ էսկալացիաներ կիրականացնեն, որովհետև Պուտինը ինչի է ուզում նաև ընտրություններից հետո մի հատ հանդիպի, որովհետև ինքը հույս ունի, որ ընտրություններից հետո ինչ որ խժդժություններ է այստեղ կազմակերպելու, եւ այդ խժդժությունների ֆոնին իր այստեղի մարիոնետներին կառավարելու ֆոնին Փաշինյանն ասելու է՝ «Այ ես կասեմ կհանձնարարեմ սրանք կդադարեցնեն իրենց գործողությունները, դու էլ այս բաները իմ համար կանես»։ Որպես ճնշում էլի օգտագործելով Փաշինյան դեմ։ Դրա համար ի՞նչ է մեզ պետք։ Մեզ էլի եմ ասում, պետքա որ ընդհանրապես այդ 3-ից որևէ մեկը չանցնի պարլամենտ, եթե դրանցից մեկն էլ անցնի, ամենանվազագույն ձայներով անցնի։ Մնացածը պետք է անցնեն, եթե մարդիկ դժգոհ են իշխանություններից, որևէ խնդիր չկա, գնացեք ընտրեք ժողովրդավարական որևէ արևմտամետ, եվրոպամետ ուժ։ Իսկ որ արևմտամետ ուժերը կանցնեն ըստ ձեզ։ Ես հույս ունեմ, որ Եվրաքվեի մեր նախաձեռնության անդամները, օրինակ Հանրապետություն կուսակցությունը, Հանրապետության կուսակցությունները այդ երկուսը կանցնեն, տեսնենք։ Այդ ուժերը եթե անցնեն, դա հրաշալի կլինի, ուղղակի փոփոխություն կլինի լիովին մեր քաղաքական դաշտի եւ դիսկուրսի։ Ձեր գնահատմամբ իշխանությունը կարող է միայնակ մեծամասնություն ձևավորել։ Դժվար է ասել, հարցը նրանում է, որ եթե փոշիացած ձայները շատ լինեն, դրանք բաշխվելու են անցողների մեջ։ Այսինքն, եթե օրինակ իշխանությունը հավաքում է 40-45%, եւս մի 5-10% փոշիացած ձայներ իրեն ասում, ինքը արդեն ունենում է մեծամասնություն։ Ուղղակի էլ եմ ասում, կարևորը որ պարլամենտում չլինեն որևէ պրոռուսական ուժեր։ Այդ դեպքում արդեն էական էլ չի լինի, ինչ տոկոս կլինի, կոալիցիա կլինի հետո, եթե չի բավարարում իր տոկոսների իշխանություն ձևավորելու, որևէ ուժի հետ կոալիցիա կկազմի եւ այլն, շատ նորմալ քաղաքական զարգացում կլինի դա։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խորշուդյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր վերլուծաբան, Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խորշուդյանը։